Դե ինչ աղջիկներ ջան, սուրճս վերցրեցի, նստեցի, բոլորիդ բարի լույս, ոնց եք, մենք շատ լավ ենք, մեր մոտ չնայած եղանակը ահա որ է, անձրև է, մենք արդեն հոգնել ենք իրանից, բայց ոնց որ թե մոտակա մեկ շաբաթը դեռ այսպես անձրևային ու ցուրտ եղանակ է տալիս։ Ինչևէ, բարձր ենք պահում մեր տրամադրությունը, մոտիվացնում ենք մեզ լավ բաների ու գնում ենք առաջ։ Բանի տեղ մի դրեք այդ եղանակին, ու մոտ որ անձրև ու ցուրտ է, եկեք ձեզ ցույց տամ իմ բազովի արջուկը, որից դեռին օրինակ էլ պիտի ունենամ։ Պատվերներն ամրագրված են մինչև հունիսի 15-ը աղջիկներ ջան, ու ես որոշեցի, որ այսպիսի բազովի արջուկները անեմ ունենամ, նոր հետո աշխատեմ հագուստի եւ գլխարկների վրա, ովքեր դիտել են նախորդ տեսանյութները, գիտեն, որ այս արջուկը ամենաթրենդային արջուկն է իմեջի, այսպես բռնկում մի պահ սկսվեց այս արջուկների համար ու գնաց առաջ։ Բոլորը պատվիրում են այս արջուկներից, իրանք լինում են հիմնականում անվանական, ցանկության դեպքում իհարկե, բայց մեծ մասը ուզում է, որ անվանական լինի։ Այսպիսի սիրունություն է, չափը 30-31 սանտի է, այսինքն մեծը հենց դա էլ ինձ թվում է գրավող է, կունենա կոմբինեզոն եւ գլխարկ։ Հաջորդ անելիքներիցս մեկը այն է, որ այսօր պատրաստելու եմ նապաստակը ջեռոցում բանջարեղեններով, ովքեր որ իմ հին հետևորդներից են, գիտեն, որ ես զբաղվում եմ նաև նապաստակներով ու այո, երբեմն մենք իրանց ուտում ենք։ Այսօր այդ օրերից մեկն է, ես նապաստակ եմ պատրաստելու, մեր բալիկները շատ սիրում են, ում որ հետաքրքիր է, մնում եք էջում, ես էլ վազեցի իմ գործերի ընթացքում կկիսվեմ արդեն process։ Ցույց եմ տալիս արդեն պատրաստի տարբերակը, նապաստակը այնքան էլ մեծ չէր, մոտավորապես 1.5 կիլոգրամ միս է, դա մեզ լրիվ հերիք է, մենք իհարկե շատ ենք։ Հիմա համեմելու եմ սոյայով, սիրելի համեմունքներ, մեր մոտ դա այսպիսի գրիլի համար նախատեսված համեմունք է, մի փոքր ձիթայուղ եմ ավելացնելու ու տեսնեմ սառցախցիկում հիշեցի, որ սունկ ունեմ, հիմա փորձեմ բանջարեղենների հետ համադրել։ Քանի որ միսը յուղոտ միս չէ, ինքը յուղ չունի իր վրա, ցանկալի է, որ բուսայուղը լինի, որպեսզի ինքը ավելի ջրալի ստացվի։ Վերջ, մեր բաստուրման պատրաստ է, ինքը կգնա հանգստանալու մոտավորապես 2 ժամ, մինչ այդ ես արդեն պատրաստել եմ հացի խմորը։ Հացիկներ եմ թխելու այսպիսի, տեսեք, քունջուտով հացիկներ, մեր երեխաները շատ են սիրում։ Հիմա ջեռոցս միացնեմ ու մինչև հացը կթխվի, միսը արդեն կհամեմվի։ Այստեղ մոռացա նշեմ, որ բաստուրմայի վրա ավելացրեցի նաև կտրատված սոխ եւ բանջարեղենները արդեն համեմել եմ, այսպիսի սիրունություն եմ ստացել, մնում է տեղափոխեմ ջեռոց։ Դե ինչ, հիմա հերթով սկսելու եմ դասավորել միսը եւ արանքներով կավելացնեմ նաեւ բանջարեղենը։ Կտորները ես բավականին մեծ եմ թողել, միջայլոց ովքեր որ գյուղում են ապրում ու ունեն հնարավորություն նապաստակ պահելու, ես ի սկզբանե խորհուրդ եմ տալիս ձեռք բերեք պահեք, իրենք բավականին հեշտ են պահվում, մնում է միայն իրենց լեզուն հասկանաք, պատվաստումները ճիշտ կատարեք իրենց ժամանակին եւ այդ կենդանիները կարող են ձեզ բավականաչափ օգուտ տալ։ Վերջ։ Սոխը չեմ ավելացնում, բաստուրմայի համար էր սիրունությունը, բայց կարտոֆիլը կավելացնեմ արանքներում, նոր հետո բանջարեղենները։ Բանջարեղեն, սունկ մեր երեխաները չեն սիրում, ուտելու եմ միայն ես, այդ պատճառով իրենց համար կարտոֆիլ կավելացնեմ։ Մոտավորապես 3 տարի է ինձ զբաղվում եմ նապաստակներով ու պատկերացրեք եղել են էտապներ, որ փորձել եմ իրենցից ազատվեմ, բայց երբ որ սկսում ես իրանց լեզուն հասկանալ,
ավելի պրոֆեսիոնալ ես զբաղվում, հասկանում ես, որ առանց իրենց հնարավոր չի։ Վերջ, կարտոֆիլն էլ ավելացրեցի, հիմա փորձեմ տեսնեմ այսպիսի քանակությամբ բանջարեղենը արդյոք կտեղավորվի, չնայած որ բանջարեղենը կթորոմի, կիջնի ահագին, գեղեցկություն։ Կարող եք նաև գազար ավելացնել բանջարեղենների մեջ, երեխեք ջան, ես ինչ ունեի ձեռքի տակ, ինչ ունեի սառնարանում, այն էլ ավելացրեցի, բայց գազարով էլ արեք, շատ ավելի համեղ է ստացվում։ Սունկը շամպինյոն է, բայց մանր տարբերակն է, շատ մանր տարբերակ է, երկար ժամանակ սառցախցիկում պահել եմ, որովհետև առանձին սունկ էլի մեր բալիկները չեն սիրում, մենակ իմ համար էլ ժամանակ ճիշտն ասած չեմ ունենում առանձին ինչ-որ բան պատրաստելու, այդ պատճառով այսպես լավ տարբերակ է, որովենք թող գնա։ Թվում է կտեղավորեմ, որ շատ ուզեմ, այդպես, այսօրվա ընթրիքից էլ պրծանք, համեղ ընթրիք ստացանք, այս արանքներն էլ տեղավորենք, որ համը փոխանցվի բանջարեղենի, մի քանի սունկ մնաց, դա էլ էստեղ տեղավորեմ, վերջ, տեղափոխեմ ջեռոց և միանամ ձեզ, ուրեմն աղջիկներ ջան, եփվելու եմ 1-ից 1.5 ժամվա ընթացքում, դա կախված կլինի արդեն, թե կենդանին ինչ տարիքի է, այս նապաստակը մոտավոր 8 ամսական էր, փոքր չէր, այդ պատճառով մի փոքր ավելի երկար կեփվի, ցույց տամ հացի փափկությունը, նայեք, ոնց որ բուլկի լինի, սովորական դրոժով խմորը, ուղղակի ես մեջը ձիթայուղ և մեկ-մեկ էլ ձու եմ ավելացնում, կրթուշների համար իսկական է, փոքր բալիկներ ունեցողների համար էլ փրկություն, որ հացը էլ չկտրատեն մանր-մանր ու սա միանգամից բացում են իմ բալիկները ու մեջ իրենց ինչ հարմար է տեղավորում են, վերջ։ Վեճնեն ասում եմ ես բերեմ արդեն, հիմա կտրատեմ, տեղավորեմ, հացերն էլ են պատրաստ, վերջ աղջիկներ ջան, արդեն ձեզ կմիանամ միսը պատրաստ լինելուց հետո։